Լիբանանի մեջ հունվարի 6-ը պետական դոնացություն վրա նշված է որպես ամբողջ Լիբանանի մեջ արձակուրդ հայերու ծնունդի առիթով։ Ուրեմն ասի առիթ բնե որ այդ օրը լիբանանցիները քիչ մը հայերով կսպաղին, այսինքն կհրավիրեն հայեր որպես իրենց մասին խոսին։ Այդպիսի բարակամ եղավ, երբ հայ համայնքի ներկայացուցիչի մեկը Ժան Սալմանյան անունով հրավիրված էր հեռուստացույցի կողմէ եւ իրեն առիթ տրված էր որ հայերու մասին խոսի։ Ինքը անշուշտ պատասխանելով թե ինչու հայերը դարբեր դոնացույց ունին, ինչու հայերը հունվար 6-ին կդոնեն, իսկ կաթոլիկները դեկտեմբեր 25-ին, ռուսերը, վրացիները, սերբերը, ղպտիները հունվար 7-ին, բացատրեց որ հայերը մինչև բոլոր քրիստոնյաները հունվար 6-ին կդոնեին, մինչև 4 դար, հետո բոլորը փոխեցին զանազան պատճառներով, բայց հայերը գարչած մնացին, այդ բառը անշուշտ պետք է գործած է ցույց տալու համար որ հայերն են իսկականը։ Հիմա այդպիսի գարձիկը ինչ դպավորություն կրնա ստեղծել մյուս քրիստոնյաներու մոտ, ադի չեմ գիրեր։ Ուրեմն անդրադառնալով այլ թեմաներու հարց տրվեցավ Ժան Սալմանյանին, թե հայերը Լիբանանի մեջ ինչ կսկան, ինչպես շաղվեցան, ինչպիսի հանգրվաններ անցան։ Ինքը հբարդությամբ հետևյալ նշումը կատարեց, որ երբ հայերը եկան, իրենք հայ կնկատեին ապա լիբանանցի, բայց վերջին 1-2 սերունդները այլևս փոխվեցան, այլևս իրենք նախ լիբանանցի կնկատեն, հետո հայ։ Այդպիսի նշումը կատարեց ամենայն կողունակությամբ։ Եվ միանալի չսավ, սավ նաև որ հայերը մեծ մասամբ իրենք ծագումով հայ կնկատեն, լիբանանցիներ ծագումով հայ։ Հիմա այս ծևագերբումը Լիբանանի մեջ մանավանդ կամ միջին արևելքի երկրներում մեջ գարիք չի գա այդպիսի ծևագերբումի, որովհետև թե Սուրիա, թե Լիբանան, թե Հորդանան, այս բոլոր բարերը, երկիներու անունները շինզու անուններ են, այսինքն վերջերս ստեղծված են 100 տարի առաջ, մինչև 1919-ը Սուրիա բարը չէր գործածված որպես պետություն, Հորդանան կեդի անուն էր բարձապես, Լիբանան լերի անուն էր, այսին 100-150 դար առաջ մեկ ինքզինք լիբանանցի չերս էր, սուրիացի չերս էր, ամեն մեկս էր արաբ, սուննի, շիա, ալևի, մարոնի, հայ, ասորի, այդպիսի բարեր կօգտագործեին, հետևաբար լիբանանցի ելալը հստակ չէ, մանավանդ նույնիսկ այսօրերուն ամեն մեկը իր ինքնին սևով կհասկնա լիբանանցի ելալը ինչ կնշանակի։ Հետևաբար ամենը ուշիմ պատասխանը բիդելար հավանաբար, որ ինքը ասել որ ես Լիբանանի քաղաքացի եմ, մյուսներուն նման համայնքները մեկուն կպատկանեմ եւ ես հայ արաքելական համայնքին կպատկանեմ։ Այնպես ինչպես մյուսներն ալ ամեն մեկը իր համայնքին կպատկանի։ Լիբանանի քաղաքացի լալու կողքին։ Պետք չունի սելու ծագումով կամ բոլոր ծագումով ամեն մեկը ծագում ունի։ Հետո եթե նույն անձը եթե իր կրբանի մեջ ունի նաև Հայաստանի անձնակիր, պետք է անգեծը լա եւ ասե որ ես եկ քաղաքացի եմ Լիբանանի մեջ։ Եվ Լիբանանի հայրում մեծ մաս այդպես է, բայց չեն հայտարարել, որովհետեւ գուզեն լիբանանցի ծևանալ։ Ասենք որ լիբանանցի բարը արդեն հարցական է, բայց իրենք կսիրեն այդպես ծևանալ։ Հիմա այս ամենը մեկ դիտրենք։ Նույն այս Ժան Սալմանյանը եւ իրեն նմանները, երբ որ Հայաստան գերտան, եւ մեկ իրենց սեվոր դուք ծագումով հայ եք, գվիրավորվին։ Չէ, գսեն մենք հայ ենք, մենք երկկաղաքացի ենք, կամ Հայաստանի քաղաքացի ենք։ Լավ, ինչպես Լիբանանի մեջ հբարդությամբ կխոսիս այդ նյութի մասին,
գողունակություն գարդա այդես։ Երբ որ Հայաստան գերտաս եւ հայաստանցին քեզի գսե տուն ցակումով այես։ Այն ադեմ վիրավորված կսկաս։ Ուրեմն իշխանի այստեղ գախնիկ մգա։ Գախնիկը հանի որ քեզի այդպես կհարմարի։ Այսինքն տուն յուրաքանչյուր հանցադեսի անոր համապատասխան միտք կուտաս յուրաքանչյուր անցի ինքզինքդ անոր համապատասխան կներկայացնես այսինքն մի խոսքով անգեղծ չես երբ որ անգեղծ չես ինչպես հայ համայնքը կներկայացնես ինչպես ինքսիդ կներկայացնես այս բոլորը հարցականներ են որ կոնե սուբ ծնունդի արիտով ճշմարտության ծնունդի արիտով անգեղծության օրվան արիտով կոնե մեկը պետք է ինքն իր անձի առջև անգեղծելա